Պարոն Մխիթարյան, մենք երեկ ձեզ տեսանք Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի հանրահավաքին, ելույթ ունեցաք, այսօր Բարգավաճ Հայաստան կուսակցության հանրահավաքին եք մասնակցում, ինչով է պայմանավորված, որ երկու ուժի դեպքում էլ մասնակցում եք, եւ արդյոք այսօր նաեւ նախատեսված է ելույթ։ Չէ, ելույթ նախատեսված չէ, այսօր համերգային ծրագրով հանդես են գալու Հայատ պրոջեկտը ու Հայությունը, բայց ես մասնակցում եմ գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի հանրահավաքներին, որոնց որ հասցնում եմ ու ժամանակս բավականացնում եմ, որովհետև այս օրերին մեր զբաղվածությունն էլ է էլի շատ մեծ, այնպես որ այդպես չի, որ միայն Ուժեղ Հայաստանի կամ Բարգավաճ Հայաստանի հանրահավաքներին եմ մասնակցել, գրեթե բոլորի հանրահավաքներին մասնակցել եմ, բոլոր նրանց, ովքեր ունեցել են հանրահավաքներ։ Համարում եմ դա իմ պարտքը, համարում եմ դա իմ փոքրիկ մասնակցությունը կամ լուման ապագա ցանկալի ենթադրյալ հուսանք իշխանափոխությանը, որի կարիքը Հայաստանի Հանրապետությունը շատ ունի։ Երեք ձեր ելույթը բավականին բուրն էր, էմոցիոնալ, այսպես նաև քննադատվեց տարբեր տեղերից, որ մենք նորից նախկիններին ենք տեսնում բեմում, տարբեր ուժերի հետ, սա դուք ինչպես եք մեկնաբանում։ Իսկ ես նախկինների հետ ի՞նչ կապ ունեմ։ Պետական պաշտոն եմ զբաղեցրել, խոշոր բիզնեսի ներկայացուցիչ եմ եղել, ինչ կապ ունեմ ես։ Բոլորին կարելի է ասել նախկին։ Ես 48 տարեկան տղամարդ եմ, 47 տարին նախկին եմ եղել։ Նշանակում է, այսինքն յուրաքանչյուր մարդու, եթե մենք պիտակավորում ենք սև, սպիտակ, նախկին ներկա, այս ներկաների օրոք 8 տարվա ընթացքում 3 պատերազմ է եղել։ Ինչ կապ ունեն նախկինները այդ ամեն ինչի հետ, կամ ես ինչ կապ ունեմ նախկինների հետ, հիմարությունն էլ իր չափը պետք է ունենա, հասկանում եք, մարդկանց ուղեղի մեջ այն աստիճանի են լցրել, մտցրել նախկինները, Ինչ կապ ունեմ ես նախկինների հետ։ Ունեք մի հատ ապացույց, որ ես նախկինների հետ կա։ Եթե դուք նախկինը նկատի ունեք պետական պաշտոն զբաղեցնել, իմ կյանքում մի րոպե պետական պաշտոն չեմ զբաղեցրել։ Ամբողջ կյանքում մասնավոր հեռուստաալիքներում եմ աշխատել եւ ինչի որ հասել եմ սովորական մարզից եկած, ցանկացած չարքաշ աշխատանքով որոշակի հաջողության հասած երիտասարդի պես։ Ինչ տպավորություններ ունեք դուք այս քարոզարշավի ընթացքում, ինչպես եք գնահատում իշխանությունների կիրառած խոսույթը այս քարոզարշավում։ Իշխանությունները իրենց թույլ են տալիս են ամեն ինչը որ օրինակ ձերս նոր նշված նախկինները նույնիսկ իրենց երազանքների մեջ չեն կարող պատկերացնել, որ իրենք կարող են իրենց այդպիսի բաներ թույլ տալ, այդ տեսակի ռեպրեսիաներ, այդ տեսակի խոսույթ, այդ տեսակի բառապաշար, այդ տեսակի մարդկանց հոգեգանի վրա ազդող ռեսուրսի կիրառում, այս ընտրությունների քարոզարշավը իր կարմիր գծերը հատելով մեծ հույս ունեմ, որ էլ երբևիցե չի կրկնվի Հայաստանում, ոչ մի ընտրությունների ժամանակ։ Ինչպես եք գնահատում ելքը, ինչ եք կարծում ընդդիմությունը կկարողանա մեծամասնություն ձևավորել կամ շանսեր ունեն արդյոք։ Եկեք շանսերից չխոսենք, ընդամենը հորդորենք մեր քաղաքացիներին անպայման մասնակցել ընտրությունների։ Ընտրությունների մասնակցությունը, ընտրությունների բարձր մասնակցությունը կապ չունի ինչպիսի արդյունք կլինի։ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է այնպիսի ջրբաժանին, որ հաջորդ իշխանությունները պետք է ունենան բարձր լեգիտիմություն, որովհետև ակնհայտ է, որ այնպիսի որոշումներ են կայացվելու, կապ չունի որ կողմն է լինելու իշխանություն, որ այդ իշխանությանը օդի ու ջրի պես պետք է լինելու ժողովրդի կողմից ստացած բարձր լեգիտիմությունը։ Դրա համար հարգելի համաքաղաքացիներ, հարգելի հայրենակիցներ, հարգելի հայ ժողովուրդ, մեր երկրում ապրող սիրելի, հարգելի, մեր կողքին բնակվող ոչ պակաս հայաստանցի ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ, անպայման գնացեք ընտրությունների։ Հորդորեք ձեր հարևաններին, բարեկամներին, ընկերներին անպայման գնալ ընտրությունների, ձեր կյանքից այդ մի ժամը տրամադրեք, որպեսզի հետագա 5 տարիների ընթացքում դուք ձեզ չպաշտպանեք ընդամենը մի արտահայտությամբ, բայց ես չեմ ընտրել տվյալ մարդուն։ Գնացեք ում ուզում եք ընտրեք։ Պարոն Մխիթարյան, դուք էլ նշեցիք, որ իշխանությունը նաև այս քարոզարշավի ընթացքում տեսնում էին կրկին նախկիններ, ներկաներ, այս խոսույթներ ընդգծված ոճով էլի տարբեր շեշտադրումներով ներկայացնում, նպատակը որն է եւ ինչու է իշխանությունը անընդհատ այդ ուղղությամբ պատտվում։ Նախ ուրիշ խոսույթ չունի, ուրիշ առաջարկելու բան չունի, ուրիշ ասելու բան չունի։ 8 տարի ողբերգություն բերած իշխանությունը ուրիշ ոչ մի բան չի կարող ասել։ Ինքը փորձում է անընդհատ խաղալ հայ ժողովրդի հին երկերը թարմացնելով։
հին վերքերը ներողություն թարմացնելով։ Այսինքն ինչ են անում։ Մարդիկ այո 30 տարվա ընթացքում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով արտարության պակասից մինչև մանիպուլյացիայի ենթարկվելով ունեցել են բացասական վերաբերմունք նախկին իշխանությունների հանդեպ։ Ինքը այդ մի թեզի վրա է խաղում այս ամբողջ ընթացքում։ Չկա ոչ մի նոր բան, որը կարողանալու է իշխանությունը բերել հայ ժողովրդին որպես ասելիք։ Մի անգամ մենք չենք լսել, որ իրենք ծրագրեր ներկայացնեն։ Ծրագիրը ներկայացնում է, խաղաղություն է բերել, Թրիփի համաձայնագիրն է ստորագրվել։ Տեսեք, անվտանգությունից սկսեմ։ Դու սկսում ես զգալ մենակ այն ժամանակ, երբ որ անվտանգություն չկա։ Երբ որ անվտանգություն կա, դա շոշափելի չի, դա օդի պես է։ Մենք հիմա օդը շնչում ենք ու չենք զգում դա։ Դա մեր համար սովորական բան է։ Բայց հենց օդ չլինի, մենք խեղդվելու ենք, մենք զգալու ենք օդի պակասությունը։ Նույնը խաղաղությունն է։ Խաղաղությունը դու պետք է զգաս այն ժամանակ, երբ որ իմանաս, որ քո ինքնիշխան տարածքից հակառակորդը դուրս է եկել։ Երբ որ զգաս, որ քեզ ոչ մի տեսակի ճնշման ու մանիպուլյացիայի չեն ենթարկվում, երբ որ հակառակորդի ղեկավարը քո երկիրը չի անվանում Արևմտյան Ադրբեջան։ Քանի դեռ նման տեսակի հռետորաբանություն կա, մենք 4 հարևան ունենք, 4-ից 2-ը անընդհատ ինչ որ պահանջներ են մեր հանդեպ ներկայացնում։ Ինչ խաղաղության մասին է կարող լինել խոսքը։ Եթե պատերազմի ավարտից ի վեր անցել է 6 տարի, ոչ մի սահման չի բացվել։ Նախապայմաններ են մեզ բացում, նախապայմաններ են մեր առաջ քաշում։ Մենք դարել ենք մեծ գերտերությունների շահերի թատերաբեմ, ինչը երբևիցե տեղի չի ունեցել մեր հետ։ Այսօր մենք դարձել ենք իսկապես այս կողմից այն կողմ են մեզ տշում, այս կողմից այն կողմ են տշում։ Ու այդ ցնցումները մարդկանց ներսում արտահայտվում են այնպիսի ցավով, որ մարդը գործողության դիմելու փոխարեն պարփակվում է իր մեջ։ Այն խորհուրդն ու հորդորը հետևյալն է, ոչ թե պետք է պարփակվել, այլ պետք է դուրս գալ գնալ ընտրությունների եւ կայացնել այսպիսի կամ այնպիսի որոշում, որովհետեւ դու պատասխանատու ունես քո երկրի, քո պետության զարգացման հետագա 5 տարիների համար։ Ու ուղղակի քեզ չպաշտպանես հետևյալ արտահայտությամբ, որ ես տվյալներին չեմ ընտրել։ Ես ընդհանրապես չեմ գնացել ընտրության։ Գնացեք ընտրությունների, մասնակցեք ընտրությունների, շատ կարևոր է դա։